Կոպիտ է հնչում, եթե 63-65 տարեկանից են թոշակի գնում, պայմանական վերցնենք դարձնեն 65, 67 կամ 70 տարեկան, 7 տարի, հա, 7 տարով ավելացնելով թոշակառուներին, որ թոշակի չեն գնալու, այդ 7 տարվա մեջ տեղի կունենա արտագաղթ, տեղի կունենա ողբերգություն, հա, ասենք մարդիկ բնական մահանան եւ այլն, վերցնենք 50,000 յուրաքանչյուր տարի պետք է թոշակառուների բանակը համալրվի, տարիքային շեմը կբարձրացնենք, միգուցե 50,000-ից 20,000-ը համալրվի, եւ մենք կկարողանանք այդ 11 տարվա մեջ այդ ավելացման արդյունքում, հա, ձգել այդ սոցիալական մեծ աղետը, որը արդեն սպառնում է մեզ, մինչև 74 թվից ծնված սերունդը 37 թվականին գնա թոշակի, բայց այստեղ մի ուրիշ պարադոքս է գալի, եթե մենք սերունդների համերաշխության սկզբունքով թոշակառուների տարիքային շեմը բարձրացնելով, նաև ավտոմատ բարձրացնենք 74 թիվ ծնված քաղաքացիներին թոշակ գնալու տարիքային շեմը, հետևաբար մենք խնդիր ունենք ոչ թե ստիպված թոշակառուների տարիքային շեմը բարձրացնենք, այդ հարցին անդրադառնալու են իշխանությունները մոտ ապագայում,